Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ կրկին խոսելու եմ մշակույթից։ Այսօրվա հյուրս Զավեն Խաչատրյանն է, Աստպարային համույթի ղեկավարը։ Ողջույն Զավեն, ուրախ եմ ձեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք։ Ես էլ եմ շատ լավ, որովհետեւ ես միշտ ուրախությամբ եւ ողջավորությամբ եմ ընդունում այն հյուրերին, ովքեր սերունդներ են կրթում։ Իսկ դուք այն մարդկանցից մեկն եք, ով իսկապես սերունդ եք կրթում բառից բուն իմաստով։ Շնորհակալ եմ։ Սկսենք այնտեղից, ինչպես առաջացավ այն միտքը, որպեսզի դուք պետք է ստեղծեք Աստպարային համույթը, որը արդեն 10 տարեկան է։ Այո, ուրեմն առաջի քայլերից սկսեմ, իմ պարային դալիճ հաճախել է եղել է 99 թվականից, ես դեռ 5 տարեկան էի, երբ որ պապիկս ձեռքս բռնած տարավ Կուլտուրայի պալատ ու այնտեղ, չգիտեմ, այդ ժամանակ մի քիչ այլ էր բնականաբար բոլորիս մտածողությունը եւ պայմանները լրիվ չողքեվորող ընդհանրապես, բայց ժամանակի ընթացքում արդեն հասկացանք, որ պարարվեստը մերն է եւ պետքա շարունակենք։ Ազդ հենց անվանումը մեր 3 եղբայրների անվան առաջի տառերով է, Անդրանիկ, Զավեն, Դավիթ, բայց մենք այս ամեն ինչը նաեւ ներկայացնում ենք 3 մասով, այսինքն առաջին մասը, ինչպես որ ասացի, մեր 3 եղբայրների անվան առաջի տառերը, երկրորդ մասը հենց ազդել հանդիսատեսի սրտերի վրա եւ երրորդ մասը հենց ազդել մեր կատարողությամբ, մեր կատարողականությամբ եւ մեր ընդհանուր շարժումներով։ Երբ որ ընդունվեցի արդեն մանկավարժական համալսարան, մինչեւ այդ արդեն 2007 թվականից բարեցի Ռաֆայելյանների բարի դպրոցում, Միկա եւ Նինահար բարային անսամբլում եւ հենց ավելի շատ ողջավորվեցի այդտեղից Եվ հենց այդ ժամանակահատվածում արդեն պարարվեստը ոչ թե դարձավ ուղղակի հոբբի, այլ դարձավ ընդհանուր առօրյայի կենսակերպը եւ 2012 թվականին ընդունվեցի մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարություն բաժինը։ Եվ 3 եղբայրներս եղել ենք պարարվեստով, ես շարունակեցի պարարվեստում։ Իրենք թողեցին, հա։ Իրենք թողեցին, այո, ես շարունակեցի պարարվեստի պրոֆեսիոնալ ճանապարհը եւ հավաքվեցինք կլոր սեղանի շուրջ 3 եղբայրով, որ պիտի մի բան ստեղծենք։ Եվ ստեղծեցինք Աստպարային համույթը 2015 թվականին Չարենցավան քաղաքում։ Չարենցավան քաղաքում։ Սաները, ձեր սաները որ տարիքից եւ մինչեւ որ տարիքն են։ 4 տարեկանից է մեզ մոտ ընդունելությունը, 4-5 տարեկանից, երբ որ զարգացած է լինում երեխայի ոսկրամականային համակարգը, տեսողական, լսողական ռեֆլեքսները, այս ամեն ինչից հետո արդեն բաժանվում են ըստ դասարանների 4-ից 6, 6-ից 9, 9-ից 12, 12-ից 16 եւ 16+, այս պետությունում նաև անսամբլում ունենք 25-26 տարեկան պարող-պարողիներ։ Իսկ ավելի մեծ տարիքի, ասենք, ավելի հասուն, 40 անց, 50 տարեկան։ Մեծ սիրով։ Որոնք սիրողական են բնականաբար։ Մեծ սիրով ես կաշխատեմ։ Ուղղակի նախ հիմա ընդհանուր ստուդիայի գրաֆիկի հետ կապված մենք չենք հասցնում սիրողական գրաֆիկի շեղվել, բայց այնքան շատ են հայտերը, Իսկապես, շատ գովելի բան է, գիտեք։ Ամեն օր զանգանում են, գրում են, նաև ունենք ուսուցչական անձնակազմ, ընդհանուր դպրոցի ուսուցչական անձնակազմով են ուզում։ Մեծ սիրով այս մենահամերգը ավարտեմ, անպայման աշխատել։ Որին անպայման անդրադառնալու ենք, Զավեն։ Որին անպայման անդրադառնալու ենք։ Հիմա ուզում եմ հասկանալ այս ամբողջ 10 տարիների ընթացքում ո՞րն է եղել ամենամեծ մարտահրավերը, որը դուք անցել եք, հաղթահարել եք, որը կառանձնացնեք։ Պարարվեստը հենց ինքնին շատ է մարտահրավերներով, առաջինը ինձ համար մարտահրավեր է ստեղծել համույթը այնպիսի քաղաքում, որտեղ որ ինձ ընդհանրապես ոչ ոք չի ճանաչում, բացի 1-2 բարեկամից։ Համար առաջին մարտահրավերը դա էր։ Արդյոք ես կարողանամ այդ քաղաքում ստեղծել են անունը, որ այսօր դպրոցը կապովի 350 պլյուս աշակերտներով։ Հենց այդ մարտահրավերի առաջ երբ որ կանգնում ենք, որտեղ ինձ ավելի շատ ճանաչում են Հրազդանում, ավելի շատ ճանաչում են Երևանում այդ տարիներին, բայց ոչ Չարենցավանում։ Եվ ես գնացի այդ մարտահրավերի հետևից եւ այսինքն ես վերցրեցի այդ մարտահրավերը եւ փառք Աստծո պատվով հաղթահարում եմ միջև օրս։ Ես դա լավ գիտեմ, իմանալով, ծանոթ լինելով ձեր տված, դուք ուսուցիչ եք, դուք մանկավարժ եք, դուք բարի մասնագետ եք, այո, եւ այն ինչ ստեղծել եք, արդեն ձեր սաներով, արդեն 10 տարեկան ազդով, ինչ եք զգում։ Համար մեկ բան է, որ ես կարող եմ առանձնացնել, դա հպարտությունն է, ոչ թե հպարտությունը կատարած շարժումների հանդեպ, այլ հպարտություն են բոլոր մարտահրավերների, որ մենք
բոլոր տիպի խոչընդոտներ, մարտահրավերներ, համերգային ծրագրեր, տարազներ, երազանքները աղթարեցինք պատվով։ Եվ հենց այդ ամեն ինչը համար առաջինը ինձ համար որպես ղեկավար հպարտությունն է, որտեղ երբ որ մենք գնում ենք ու կանգնում ենք միտեղ, որտեղ որ մենք իրականում ասելիք ունենք, միջազգային հարթակներ կլինի, համահայկական հարթակներ կլինի, եւ հենց այդտեղից երբ որ արդեն փակվում է կուլիսը կամ պակլոնից մենք գնում ենք արդեն կուլիս, համար մեկ բանը հպարտությունն է, որ մենք այսպես ասած մեր էներգիայով, մեր ներսի կուտակած այն աշխատասիրությամբ փորձում ենք գրավել հանդիսատեսը։ Այդ հպարտությունն է։ Դա հպարտություն է, դա դժվարություններ հաղթահարելու հպարտություն է, չէ՞ որ դուք դա անցել եք, դուք դա ամեն մի բջիջով եք զգացել։ Շատ մեր համար իրականում նախ բարդ էր առաջի համերգային ծրագրեր ստեղծելը, որովհետև տարբեր տարիքի եւ սեռի երեխաները էին եւ իրանց հետ համադրված պարային բեմադրությունը ինքնին արդեն սխալ կլիներ։ Մենք սպասեցինք, որպեսզի հավաքագրենք այն տարիքային սահմանաչափով, ինչպես որ դրված է կատարողական եւ բեմադրությունների եւ ընդհանուր ծրագրերի համար եւ գնալով բեմ, հենց առաջի մեր բեմելը մենք 7-8 ամիս հետո արդեն կանգնեցինք բեմին արդեն ստեղծված պարային համույթով եւ այդ լարվածությունը, նմանատիպ պատասխանատվությունը եւ առհասարակ ճշգրիտ ներկայացնելը այդ ամեն ինչից զատ մենք զգում ենք հպարտություն մեր սաների կատարած աշխատանքով եւ առաջին իրենց նվիրվածությամբ։ Առաջի բանը, որ մենք մեր դահլիճներում դասավանդում ենք, դա այն ինչը որ մենք անում ենք առասրանք դրա սիրելն ու նվիրվելն է։ Եվ փոխադարձ հարգանքի, ել չենք ասում այնտեղ որ պետքա կարգ ու կանոնը ձևավորված լինի հանդերձարանից միջև բեմ տանող ճանապարհի ճիշտ ուղիներով տարած լինի եւ այլն։ Առաջի բան նվիրվածությունն է եւ եթե երկու կողմանի կա նվիրվածություն, աշխատանքը երկու կողմեն լինելու է հպարտացնող։ Այո, միանշանակ այդպես է, ես համաձայն եմ ձեզ հետ։ Հունիսի 30-ին ձեր ազդ պարային համույթի 10-ամյակն եք նշելու։ Ինչ խորհրդանշություն ունի, ինչ կասեք, ինչ եք զգում, ինչպես եք պատրաստվում, այդ մասին եմ ուզում ամբողջովին լսել։ Շատ գել լարված վիճակ է մեզ մոտ եւ ինձ եւ ինձ մոտ եւ պարուսույցներից մոտ եւ անսամբլից մոտ եւ ընդհանուր ստուդիայից մոտ, որտեղ մոտ 250-ից ավել սաներ մոտ 80 սան չի մասնակցելու մենահամերգին իրենց նորեկ լինելու պատճառով։ Հա, մոտ 250-ից ավել սաներ մասնակցելու են եւ 250 տարբեր բնավորություն մեկտեղելով նույն բեմին ահավոր լարված են։ Իհարկե, մանկավարժը նաեւ հոգեբան պետք է լինի։ Այո։ Լարվածությունը նախ ասեմ, որ գալիս է պատասխանատվությունից նշեմ, որ հունիսի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզի համերգային համալիրում տեղ ունենալու մեր մենահամերգը եւ ինքնին խորագիրը արդեն պատմում է եւ մեր առաջի քայլերից միջև հիմա խորագիրը իրենից ներկայացնում է ճանապարհ դեպի Զարթոնք եւ սկսում ենք հենց այդ բեմադրությամբ։ Այո։ Մոտ 12 րոպեանոց բեմադրություն է ինքնին ներկայացնում ճանապարհ դեպի Զարթոնք, որտեղ որ ամբողջ ստուդիան է մասնակցում եւ բոլորը մեկ մարդ ապարում են այդ բացման արարողությունը։ Բոլորը նկատի ունեք ամբողջ ստուդիան։ Հրաշալի։ Բոլորը մեկ մարդ, 3 մասից է բաղկացած։ Առաջի մասում մի երկու ասենց բառով ճակերտները բաց են։ Այո։ Առաջի մասում ներկայացնում ենք մեր Հայաստանի այսքան ժամանակվա վտանգների, անցած ճանապարհի, պատերազմների, կորուստների, երկրորդ մասում ներկայացնում ենք սեր դեպի հայրենիքը եւ երրորդ մասում ներկայացնում ենք այդ սիրուց ծնված այն սերունդը, որ արդեն գրավում է մեր այն ամեն ինչ որ կորցրել ենք։ Ես հաջողություն եմ ձեզ ցանկանում։ Գիտեք, նման միջոցառումների ժամանակ լինում են նաեւ շատ անակնկալներ։ Հանդիսատեսը սպասի որից է անակնկալ, որից է հյուր, ով կհայտնվի բեմում, փոքրիկ թե անակնկալը չեք ուզի բացել։ Անակնկալները այսպես թե այնպես մեր բոլոր համերգներին ունեցել ենք եւ հենց առաջի մասում մենք ներկայացնում ենք երկու մասից է բաղկացած համերգային ծրագիրը։ Առաջի մասում մենք ներկայացնում ենք ազդ պարային անսամբլի 10-ամյա հոբելյանական համերգը 16 համար 1 բաժին ծրագրով եւ երկրորդ
բաժինը ներկայացնում ենք ընդհանուր ստուդիան, ով ողջունում է անսամբլին եւ իրենք էլ 10-ամյա ճանապարհի եզրին են կանգնած։ Երկու մասից անակնկալ հյուրեր շատ ենք ունենալու, ծրագրի ընդհանուր խտության պատճառով շատ արտիստների չեն կարողանալու հրավիրենք, որ ընդհանուր տևողությունը ինչքան է լինելու համերգի։ Մոտ կոնկրետ բեմական մասը 3 ժամ։ Ահա։ Դրանից առաջ մենք ունենալու ենք Կարմիր գորգի պատվավոր արարողություն, որտեղ որ քայլելու են մեր հյուրերը, որտեղ որ քայլելու են մեր պարողները եւ առանձին քայլելու են այն արտիստները, ովքեր 10 տարի շարունակ ինձ հետ հավասար է դահլիճում տանջվում են եւ ստեղծում են այն ինչը որ արդեն ստեղծված է։ Առանձին քայլելու են Կարմիր գորգով, հրավիրված է հենց առաջի մեր պատվավոր հյուրերի շարքում Դանիել Դանելյանը, մեր ԿԿՄՍ-ի փոխնախարար, ով սիրով ընդունեց հրավերը եւ ներկա կլինի, հենց այդտեղ արդեն կլինի բացման արարողությունը համերգի, իսկ արդեն բեմական մասը ժամը 19:00 կսկսենք արդեն մենք բացման պատվավոր արարողությամբ ճանապարհ դեպի Զարթանք։ Հրաշալի բան եք մտածել եւ գիտեք առհասարակ սերունդ կրթելը դա մանկավարժի ուսուցչի գլխավոր նպատակն է։ Ուզում հասկանալ որքանով է կարևոր, որ ես գիտեմ այդ պատասխանը, ես ուզում եմ նաև որպես մասնագետ, պրոֆեսիոնալ մասնագետ այդ հարցը պատասխանի, որքանով է կարևոր, որ մեր սերունդը ազգային պար ներկայացնի։ Դա սերունդի մեջ կրթում է հայրենասիրություն եւ այլն, եւ որքանով է դա կարևորվում մեր այժմյան ժամանակաշրջանում, երբ կարծես ամեն ինչ փոքր-ինչ տարբեր է լինում, այսինքն ինտերնետ, այլ երաժշտություններ, օտարածին երաժշտություններ, ժամանակի հետևից գնացող տրենդեր եւ այլն։ Այս 21-րդ դարում անկեղծ շատ դժվար է այդ ամեն ինչը պահելը, որովհետեւ նախ ճշգրիտ պարարվեստ իմանալը դրա համար հատուկ կրթվել, տանջվել, գիշեր-ցերեկ կարդալ, գիշեր-ցերեկ մասնագիտանալ է պետք։ Եվ այսօր քանի որ օտարամոլությունը լսված է ոչ միայն երեխաների մեջ, նաև մի շարք խմբերում, ես նաև այդտեղ կուզեմ շեշտը դնենք, որովհետև այսօր երեխան 4-6 տարեկան ինքը չգիտի որտեղ է գնում, իրան պետքա տանեն։ Ծնողը նայում է, դե իրան հարմար լինի, մի քիչ մոտիկ լինի, շենքի առաջի հարկում լինի մի քիչ հա եւ այլն, գնան երեխան մի 2 ժամ զբաղվի եւ այլն, որը որ սխալ է, այդ համար մեկ խնդրեմն է մեր, այսինքն պետք է առաջինը նայեն ղեկավարը ինքնին իրենից ինչ է ներկայացնում եւ ինքը կարող է սերունդ կրթել թե չի կարող սերունդ կրթել, որովհետեւ այսօր մեր ձեռքերում մի ամբողջ սերունդի վաղվա օրն է, ովքեր որ պետք է իմանան իրենց ազգային արժեքները, ովքեր որ պետք է իմանան իրենց հայկական ճշգրիտ պարարվեստը, որտեղ մեր պարարվեստի մեջ մեր ընդհանուր ազգի կենսակերպն է, մեր պարարվեստի մեջ մենք պատմում ենք մեր անցած ճանապարհի, մեր ներկայիս դրության եւ մեր սպասվող հաղթանակների մասին։ Սա արվեստների ամենամասսայական ճյուղն է, բեմարվեստի ամենամասսայական ճյուղն է, որտեղ որ թվով շատ մասնակիցներ են ընդգրկված կատարողական վարպետության մեջ եւ այդ բոլորը պետքա ինքնին արդեն հասկանան, որ իրենք հայկական մշակույթի կերտողներն են եւ վաղը չեմիսորը իրենք պետք է իրենց սերունդներն դաստիարակեն հայեցի, որ մենք նոր գնանք հասցնենք այն մեր ազգի գագաթին, որի մասին երազում ենք մենք արդեն 1 դարից ավել եւ երեխան հենց ինքը պետք է զգա թե ինքը ով է։ Երեխան պետք է զգա, որ ինքը հիանա, ուրեմն ինքը ունի առաքելություն։ Այդ առաքելությունը այն արվեստի միջոցով, գեղագիտական կրթության միջոցով իր կարող են միայն իմանալ։ Երեխաները դպրոցներում տանը այդ ամեն ինչը չեն սովորելու։ Եվ այսօր այո, ծնողների ուշադրությունը շատ մեծ է եւ արդյոք օգտվելով ուզում եմ անհատապես շնորհակալություն հայտնել իմ ծնողներից, ովքեր որ գիտակցաբար են մեր դպրոցում եւ գիտեն իրենց սերունդի, իրենց երեխայի ապագան ճիշտ ձեռքերում է եւ հենց դրանով արդեն իսկ մենք կարողանալու ենք ասել, որ ինչ-որ մի մաս փրկված է եւ վաղը մենք այդ մասի վրա շատ մեծ հույս ունենք դնելու։ Բրավո ձեր ծնողներին, բրավո այն ձեր սաների ծնողներին, ովքեր ճիշտ ընտրություն են կատարել եւ ժամանակին իրենց երեխային չեն տարել նորաձևության, այդ նորաձև բառն էլ է հիմա նորաձև դարձել, չեն տարել այդ նորաձևության հետևից եւ հստակ բերել են ազգայինը շարունակելու ճյուղի հետևից։ Դուք խոսեցիք ձեր ծնողներից, ակամայից մոտս հարց առաջացավ,
երբեք առաջին անգամ բեմում եղել արդեն որպես պարող, ոչ թե որ պար եք սովորել, այլ արդեն բեմում պարել եք եւ ինչ եք զգացել այդ պահին։ Հենց 1999 թվականի վերջում, արդեն 99 թվականի վերջում ամանորյա ծրագիր կար մեր կուլտուրայի տանը եւ դե բնականաբար շատ ցուրտ պայմաններ այո, տարիներն համապատասխան, բայց մենք երբ որ ես դուրս եկա առաջի անգամ ու կանգնեցի հանդիսատեսի առաջ, ես զգացի, որ այդ ծափահարությունները ուրեմն մի լավ բան արել եմ, էլի, որ ծափահարում են, այն ժամանակ մանավանդ շատ սակավ էին մեր խմբերը, որովհետև բոլորը չէին դիմանում այդ պայմաններին, փայտե վառարան, պարկետների անհամաչափություն, հանդերձարանների զրո պայման, մենք հերթով փոխվում ենք, աղջիկները փոխվում են, դուրս են գալիս, մենք ենք փոխվում, դա այդ ժամանակ մենք էլ երեխա ենք, իրար հետ ենք փոխվում։ Չենք դա բան հասկանում, բայց այդ ամեն ինչը մեզ այնքան կրթեց, այդ ամեն ինչը մեզ այնքան ոգևորեց, որ մենք պետքա իհարկե հիմա ժամանակները շատ փոխվեցին, ես էլ եմ երիտասարդ սերնդից, որ ժամանակներից խոսում եմ ուրիշ ձև չընկալվի, բայց անկեղծ թե ինչ էր կատարվում 25 տարի առաջ եւ ինչա կատարվում հիմա, պայմանների կտրուկ փոփոխություն կա եւ հիմա առհասարակ ծնողները ավելի հեշտ են իրանց երեխաների արդեն այդ ամեն ինչը կազմակերպում։ Մեզ համար ավելի է հեշտացել, որ մենք արդեն ունենք ընդարձակ դալիճներ, լուսավոր, տաք եւ այդտեղ շարունակում ենք մեր արվեստը։ Իսկ այն ժամանակների հետ կապված մեզ այնքան քիչ ոգևորող բաներ կար, անկեղծ։ Մեր ծնողներն էին մեզ ոգևորում, մեր շրջապատները մեզ ոգևորում։ Ուսուցիչներն էին մեզ ոգևորում։ Իհարկե այդ 1999 թվականից մինչև 2007 թվականը, այդ 8 տարվա մեջ մենք երևի 12 ուսուցիչ ունեցանք։ Հա։ Որտեվ բոլորը գալիս էին ապրիլից արդեն տաք էր լինում, մինչև նոյեմբեր, դեկտեմբերի միջոցառումները մի կերպ էին անում, այդ էր պայմանները, մարդկանց չէինք էլ կարող ստիպեինք, որ իրանք մնան երկար աշխատեն։ Եվ ձմեռը փակվում էր։ Այսինքն այն ինչը որ մենք 5-6 ամսվա ընթացքում արդեն յուրացնում էինք, հաջորդ 5-6 ամսվա ընթացքում մոռանում էինք։ Նորից արդեն հաջորդ ուսուցիչներ գալիս նոր ձեռագրով, նոր մոտեցմամբ, նոր մտահաղացումներով եւ այսպես ես այդ ժամանակ նաեւ մեզ ոգևորում էին մեր Սոլակի մուշպարային համույթի անսամբլի առաջվա պարողները, ովքեր որ պարովել են մինչև 90-ականները, այսինքն 70-ականներից մինչև 90-ականները, ու երբ որ ես իրանց տարազներն էի տեսնում հանդերձարանում, ես իրենց անցած ճանապարհն էի տեսնում նկարներով կամ տեսաերիզներով, ասում ենք, որ իրենք արել են, մենք պիտի անենք ու անենք։ Որտեղ իրենք սովետական Հայաստանի ներկայացուցիչներն էին, իսկ մենք անկախ, հզոր եւ զարգացող ու հզորացող Հայաստանի ներկայացուցիչներն ենք, եւ մեր համար այս ամեն ինչը ոչ թե գործ է, մենք գնանք գործի, ես ասում եմ, որ ես գնում եմ դասի, ես ոչ մի անգամ չեմ ասել, ես գործի եմ։ Սա ինձ համար գործ երկրորդ մասով է գործ, որ գործա երեխային կրթել, բայց սա դաս է, որ պետքա դասապրոցեսի միջոցով մենք կարողանանք զարգացնել մեր երկիրը։ Ամեն մեկի գործը այս երկրում շատ կարևոր է, ամեն մեկը Իհարկե։ Մենք այսօր խոսում ենք արվեստից, խոսում ենք մշակույթից, խոսում ենք մեծ սպասվող մենահամերներից, մենք երբ որ գնում ենք միջև հիմա շրջագայությունների, թեկուզ որ մեզ ինչ-որ մեկը ինչ-որ մի փոքր բանով օգնում է եւ այդ ամեն ինչը խթան է հանդիսանում, որպեսզի մենք կարողանանք եւս 1 կամ 2 մասնակից ավել տանենք միջազգային հարթակ, իրանք էլ են մեծ գործ անում։ Այսօր այո, մենք անցել ենք եվրոպական մոտ 10 երկրով եւ բոլոր երկրներից վերադարձել ենք առաջի պատվավոր հորիզոնականներ եւ Grand-Prix հատուկ մրցանակներով, բայց այս ամեն ինչի մեջքին առաջինը կանգնած են իմ ծնողները, ստուդիայի ծնողները, ովքեր որ առաջի հովանավորներն են մեր դպրոցին, նաև ունենք հովանավորներ Արտուր Գալստյանը, Կոտայքի մարզպետարանը, Ռազդանի քաղաքապետարանը, անհատ գործարարներ, ովքեր որ մեր կողքն են եւ իրենք արդեն մեծ գործ են անում։ Դա շատ գովելի է, որովհետեւ արվեստը, մշակույթը միշտ պետք է լինի ուշադրության եւ հարգանքի կենտրոնում, իսկ հովանավորել պարային խմբերը կամ առհասարակ արվեստն ու մշակույթը, դա շատ կարեւոր գործ է։ Իհարկե, որտեղ մենք ինքնուրույն կատարում ենք գրեթե բոլոր աշխատանքները, երաժշտությունների ձայնագրումները, տարազի
շատ սիրուն տարազի, այսպես ասեմ, որովհետև տարազել կա մենք հիմնականը ճշգրիտ ամեն ինչով փորձում ենք աշխատել, որովհետև մենք նաև համարվում ենք Հայաստանի Հանրապետությունից այն խումբը, ով շատ է շրջագայում եւ այս շատ շրջագայելը մենք պետքա կարողանանք նաև ճշգրիտ ներկայացնել մեր մշակույթը եւ այդ շրջագայության հիմքում մենք պետքա կարողանանք ճիշտ տարազով ճիշտ երաժշտությամբ եւ ճիշտ պարով գնալ, որովհետեւ բազմիցս երբ որ մենք եղել ենք միջազգային հարթակներում եւ առանձին մենք ունենում ենք կոնֆերանսներ ժյուրիների հետ կապված, ասում եմ լավ դուք գնահատել եք օրինակ այն մի քիչ ավելի երիտասարդ տարիքում է այդ ամեն ինչը ավելի շատ արցնում դուք գնահատել եք հայկական պարը չիմանալով հայկական պարի ճշգրիտ կատարումները ոնց է գնահատել ինչն է գնահատել եւ այլն շատ ճիշտ հարց եք դեպս եւ բացառապես գրեթե բոլոր ժյուրիի կազմը մեզ ներկայացնում էր, որ մենք այնքան ենք ուսումնասիրում ձեր արվեստը, բարարվեստը, որ գիտենք այս երկրից ունենալու ենք հյուր, մենք արդեն իր արվեստը ուսումնասիրում ենք։ Եվ եղավ դեպքեր նաև մենք հրավիրեցինք այստեղ եկան ավելի մոտիկից ճանաչեցին մեր բարարվեստին, այստեղի ոգեղենիկ արվեստին, որտեղ մենք երբ որ գնում ենք մանավանդ կովկասյան երկրներից շատ էին մասնակիցները լինում տվյալ փառատոնին, ընդհանուր միջև մեր թշնամի հարևանները եւ բարեկամ հարևանները, վրացիները եւ ադրբեջանցիները այդ ժամանակ արդեն ահավոր մեծ էր գնում լարվածությունը եւ ժյուրիները ահավոր մեծ արդեն ստրեսի մեջ էին, որովհետեւ Հայաստան, Ադրբեջան այս հակամարտությունը նաեւ մշակույթի միջոցով փոխանցվում էր հանդիսատեսին, ինչքան որ մենք ասում ենք սա բեմ է, մենք մեր մշակույթով գնալու ենք եւ այլն, այսպես թե այնպես մեր բոլորի ներսում ընկած է մեր տեսակը, որ մենք հայ ենք, այո, որ մենք հնարավորինս լավ պետք է ներկայանանք ու այդտեղից արդեն մտնում էր մեր ավելի շատ մրցակցության, այո, եւ հիմնական որ մենք քննարկում ենք, ասում են իրար հետ պետքա չդնենք դες փառատոնի բանը, ուզում եմ ասեմ, որ այդ միջազգային հարթակներն էլ իր մարտահրավերները ունեն, երբ որ Հայաստանում քննարկում են գնանք ինչ-որ համերգի կամ մենք պետք է ունենանք մեր մենահամերգները, մենք ունեցել ենք 7 մենահամերգ, որից 2-ը Ստանիսլավսկի ռուսական թատրոնում եւ որից 5-ը Սունդուկյան թատրոնում եւ գնացել ենք, որտեղ առանցքորձ ենք ունեցել եւ ցուցադրելու բան ենք ունեցել։ Գնացել ենք, որ մեր ծնողները տեսնեն։ Այո, մենք ունեցել ենք նաեւ դահլիճներում հնարավորություն մեր ծնողներին ցույց տալու, բայց դա այլ հպարտություն է ծնողի համար, երբ որ ծնողը դահլիճում նստած տեսնում էր երեխային պրոֆեսիոնալ բեմում եւ տեսնում է ինչ-որ մի բան անելուց։ Ես դա շատ լավ եմ զգացել իմ մաշկի վրա։ Այո։ Դրանից հպարտ ես հիմա որ տեսնում եմ ծնողների ողջավորությունը իրենց թեկուզ փորձին իրենց հպարտ աշկերը, ես հասկանում եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք, որտեղ այսօր ծնողը իր հույսը, իր երազանքը արդեն կապելով այդ երեխայի հետ, արդեն դրանից այնքան հպարտանալու ինչ-որ առիթ չի տեսնում, որ ինքը պետքա օրինակ Կարեն Դեմիրճյանի մարտահամերգային համալիրի դահլիճից վայելի իր երեխայի կատարողականությունը այդ բեմի վրա։ Այո, իհարկե զավակ։ Գիտեք, դուք խոսում եք այնքան ոգևորությամբ, որ ես անպայման դիտելու եմ այդ համերգը։ Անպայման, այո։ Գիտեք, ուզում եմ հասկանալ հիմա պատրաստվում եք համերգին, այո, բայց նախքան այս համերգները բազում համերգներ եք տվել եւ դրսում, արտերկրում եւ այլն, ինչպես ասացիք։ Ամենատպավորիչը, որ մինչ այժմ ձեր մեջ այսպես մեղվել եւ տպավորվել է, ո՞րն է եղել եւ ո՞ր դեպքն է եղել։ Ինչից հետո։ Ոյ, այնքան ամեն համերգը իմ համար այդպես է, եթե անկեղծ Անա ջան, որովհետեւ բոլոր համերգներին ես ինչքան որ գնացել եմ ու ասենց ասեմ, մեզ համար համերգ անելը մի կում ջրի պես բան է, որ ասես կարանք հեշտ ու հանգիստ մեր կազմակերպչական ջիղը, պրոֆեսիոնալությունը, բայց այն, որ երբեք չեք մոռանա, այդ դրվագը, որը երբեք չեք, ձեր տեսադաշտից դուրս չի գալիս։ Ես կֆիքսեմ եւս միջազգային հարթակներից մեկը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, երբ որ տեղի ունեցավ ընդհանուր Եվրոմիության գալա համերգը, ընտրված էր 12 պետությունից 12 պարային անսամբլ եւ գրեթե դահլիճում ներկային բոլոր պետություններից ներկայացուցիչներ, այո, բացի Հայաստանից։ Դե այդպես ստացվեց եւ երբ որ մենք դուրս եկանք բեմ ու այդ ժամանակ իմ բարողների ընդհանուր պատասխանատվությունը նվիրվածությունը թույլ տվեց ամբողջ դահլիճին ոտնկայս ծափահարել։
չունենալով ընդհանրապես ես էի միայն հանդիսատես, որպես այդպիսի։ Ինչը պարտություն է, չէ՞։ Ես հնարավորություն ունեցա կյանքիս մեջ առաջի անգամ դահլիճից տեսնելու իմ խմբին։ Միշտ կուլիսներից եմ տեսել եւ առաջի անգամ միջազգային հարթակում ես նստած եմ ընդհանուր պատվիրակությունների հետ եւ հայտարարեցին Հայաստան մոտ 1 ժամ չէի շփվել խմբիս հետ, իրենք պատրաստվում էին համերգի, լուր էին, չէին շփվում իրար հետ, ամեն մեկը հոգեպես տրամադրվում էր ելույթի ու ես դե մենակ չեմ կարող ծափահարեմ այդքան, ես չեմ կարող այդքան իհարկե մեծ ողջավորություն հաղորդեմ դահլիճից ու երբ որ եղավ ֆինալը, մենք իրար հետևից էինք ապարում, տված էր մեզ ժամանակ, ու այդ ժամանակահատվածում հնարավորություն չունեինք տարած փոխելու, պախլոն էինք տալիս գնում ենք, հաջորդը մտնում ենք պախլոն էինք տալիս գնում ենք, ու երբ որ ես պտտվեցի դիմացի շարքերից ու տեսա թե ինչ մեծ ողջավորությամբ են մեզ ծափահարում եւ Իսպանիայի պատվիրակությունը մոտեցավ փառատոնի կազմակերպիչներին եւ խնդրեց, որպեսզի Հայաստանը եւս մեկ ելույթ ունենա, զուտ ցուցադրական եւս մեկ ելույթ։ Ինչ է ասում։ Եվ փառատոնի կազմակերպիչները կանոնակարգից ելնելով մերժեցին, որ չդիտվի որպես առավելություն եւ մենք այնտեղ գրավեցին Grand Prix պատվավոր առաջի հորիզոնականը։ Պատիվ է։ Եւ դա ընդհանուր չգիտեմ, երևի կենսագրության համար մեկ հաղթանակներից մեկը ես կհամարեմ եւ լինելով Հայաստանի ներկայացուցիչը առաջինը դա իմ համար առաջինը մեր երկիրը, մեր մշակույթը ներկայացնելն էր։ Դա արեց իմ անսամբլը, դա արեցիք դուք, թե այլ մեկը ինձ համար հպարտացնող է։ Հպարտանում ենք նաեւ մենք։ Հպարտանում ենք, որովհետեւ գիտեք, ես առհասարակ երբ մեր դրոշն է բարձրանում, մեր հիմնն է հնչում, ընդ որում դա երբ լինում է օտար երկրում, հա, սահմաններից դուրս Հայաստանի, եւ մեր պարն է լինում, ակամայից աչքերս լցվում են։ Այդպես է։ Երբ որ կներեք, ես ասեմ, հայտարարեցին այսպես երրորդ, երկրորդ, առաջին տեղերը արդեն բեմի վրա էին, աջ հատվածում կանգնած էին ու կամ մենք պետքա գրավենք մնացել է մեկ մրցանակ, Grand Prix կամ ոչ մի բան։ Ահա, ինչ, ոնց է դիմացել։ Թողում եմ, ահա որ լարված եմ ու երբ որ հայտարարեցին Grand Prix, այնտեղ իրանց պաուզաներով բան, ահա որ չեմ սիրում այդ պահերը, անկեղծ եմ որ ճաշումները։ Մենք չենք սիրում։ Հա։ Ու երբ որ հայտարարեցին Armenia Ast Folk Dance Ensemble, ես մի պասած կանգնած տեղեցած նստեցի, որովհետև բոլորս կանգնած ողջևորում էինք բոլորին, բոլոր պատվիրակությունը, օքեյ, երրորդ, երկրորդ, առաջին նստեցի ու իմ առաջատար պարողներից Սուրենը ու sense դրոշը ամենաբարձր տեղում ասացին կերզավեն մեզ են կանչում ու ես մի քանի րոպե չէի կարողանում բեմ գնայի, երբ որ գնացի մրցանակը վերցրեցի ու տեսա թե ինչպես է ծածանվում հայկական դրոշը գլխավերևում, ես զգացի, որ ես ազգի, ես պետության համար մի բան արել եմ։ Շատ հուզիչ է, Զարին, շատ հուզիչ է։ Ես պատկերացնեմ ինչ եք զգացել, ես պատկերացնեմ շատ կարևոր է դա մեզ համար։ Այո։ Մենք նաև նման կերպ պիտի հաղթենք։ Դա սարերի հետևում չի։ Վստահ եմ։ Վստահ եմ։ Տեսեք, դուք ուսուցիչ եք եւ դուք դասավանդում եք, դուք սովորեցնում եք։ Ես իմ վրա օրինակը բերեմ։ Իմ աղջկան ես մշտապես կրթում եմ, սովորեցնում եմ, չնայած արդեն ինքը չափահաս է։ Հիմա ես եմ իրենից սովորում։ Եվ ես չեմ համաչում այդ մասին բարձր ասել։ Ես իմ աղջկանից շատ բան սովորում եմ եւ դա հպարտությամբ եմ ասում, որովհետեւ դա ինձ համար արդեն իմ հաղթանակին է։ Դուք ձեր աշակերտներից սովորում եք։ Իհարկե։ Ամեն մտնող աշակերտ իր պոզիտիվը ունի, այսպես ասած, եւ այդ պոզիտիվը այնքան դրական ազդում էր բոլորի վրա եւ կոնկրետ օրվա վերջում անդադ լինում է անսամբլի փորձը։ Ահա։ Դա արդեն սպառված վիճակով մենք դեռ պետքա 2 ժամ ծրագիր փորձենք։ Եվ բոլորը գիտեն արդեն, всё, ընկերզավենը սպառված է, վերջ ահավոր գերօգտած վիճակով ես իրանցից սովորում եմ ուրախ լինել։ Եվ ես շատ ուրախ մարդ եմ առհասարակ, ահավոր պոզիտիվ ուրախ, բոլորը գիտեն այդ։ Ուղղակի հենց այդ օրվա սպառված, արդեն գերհոգնած
ահավոր չհայնացած մոտ 4-5 խումբ մենք օրը աշխատում ենք եւ այդքանից հետո դեռ պետքա աշխատենք անսամբլի հետ ու Սեոն կերզավեն լավա տեսեք, լավա լինելու տեսեք էսա ու այնքան սիրուն են ապարում ես եմ որ մեկ ասում իրականում թե արել ենք իրականում ստեղծել ենք եւ իրականում լավ ես իրանցից սովորում եմ դրական լինել ես ամեն թեկուզեն փուճուրների հետ մենք երբ որ դասը արում ենք մոտ կես ժամը իմ դասը շեղվում է իրանց այդ գրկելով համբուրելով բան իրանց հետ պետք է այդ չարեցից նեղանում են եթե մի երեխայի դասի ընթացքում չեմ համբուրում հաջորդ օրը նեղանում է կամ ասում եմ ընկեր Զավենյան շատ նորմալ եւ այլն այդ ամեն ինչի այդ էներգիաների փոխանցումն է եւ վերջը դա սերունդների փոխանցումն է որ մենք իրար հետ ես իրանց հետ միշտ իրանց տարիքում եմ եւ իրանց հետ ղեկավարությունից դուրս մանավանդ անսամբլի կատարողների հետ ընկերություն ենք անում բազմիցս հավաքվում ենք խաղեր ենք խաղում տարբեր տեսակի համերգային ծրագրերի երբ որ գնում ենք նաեւ Հայաստանի ներսում մնում ենք 2-3 օր շփվում ենք եւ հենց ամեն ինչով կապվել է եւ դարձել է մեծ ընտանիք որովհետեւ սա դպրոց լինելով առաջի մեծ գաղափարը որ դրված է մեր դպրոցի մեջ դա ընտանիքն է եւ պետք է ընտանիքի հայրը որպես ես իմ տեղում լինեմ ընտանիքի մյուս անդամներին պարուսուսների անց տեղում լինեն եւ մեծ ընտանիքը այս բոլորի շուրջը հավաքվի իրենց տեղով իրենց դերով ու իրենց ներկայությամբ եւ ուրեմն մեր գործը կստացվի եւ փաստում ենք որ հաջողել եք այո տեսեք Զավեն լինելով այս չափ զբաղված առհասարակ ազդը լինելով այս չափ զբաղված հասցնում է ցանկացած միջոցառմանը մասնակցել եւ բոլորովին վերջերս Սյունած Քոչարի համահայկական փառատոնին դուք մասնակցեցիք ինչպես եք հասցնում այո եւ ասեմ բացի մասնակցելը այդ փառատոնի հիմնադիրը հենց Ազդարար Art Production-ն էր ես եւ ընկերոջս Ռոբերտ Մկրչյանի հետ համատեղ Այսինքն բացի այս ամեն ինչին մասնակցել, նաև այս ամեն ինչը մենք կազմակերպել եք նույնիսկ այո, եւ մոտ 500-ից 600 պարողներ տարել ենք Սյունիք, որպեսզի մասնակցեին Սյունյաց Քոչարի համայնքական փառատոնից։ Միտքը շուտվանից ունեինք եւ ժամանակի եւ ընդհանուր մտքի զարգացման եւ ընդհանուր այս ամեն ինչի իրատեսականը մենք արդեն տեսնելով տարանք եւ արեցինք եւ ստացվեց մենք Սյունիքում Սյունյաց հողի վրա ապարեցինք Սյունյաց Քոչարին եւ ապացուցեցինք եւս մեկ անգամ որ Սյունիքը կա լինելու է եւ զարգանալու է այս բարի շնորհիվ նաեւ որ եւ դա չի քննարկվում ոտքերի տակից դոփյում էր հողը եւ նժդը հպարտությամբ նայում էր թե ինչպես են Դուք չեք դադարում ինձ հուզել, չեք դադարում նժդե։ Գիտեք ինչ, դուք երիտասարդ եք եւ ձեր տարիքում նման պրոֆեսիոնալ պարողները, արտիստները հիմնականում ձգտում են իրենք առաջ գնան, իրենց կարիերան տանեն։ Միջազգային բեմեր, իրենք սոլոյով հանդես գան եւ այլն եւ այլն։ Բայց դուք փոխարենը ստեղծել եք խումբ։ Երբևէ մտածում եք, այ օրինակ մտածում եք Ինչի՞ չէ, գնամ ես էլ ինքս ավելի գնամ առաջ, մենապարերով, չգիտեմ, ինքս արդեն ներկայացնեմ Հայաստանը։ Բացառապես չեմ մտածում։ Չեք մտածում։ Բացառապես, որովհետև նախ այդ ժամանակի խնդիրը եւ երկրորդը ես ստեղծել եմ մի բան, ովի փոխարեն ամեն ինչ անում եմ։ Այո, ձեր խումբը, ձեր ընտանիքը։ Իրենք էլ են, ես իրանց էլ եմ ասում, դուք ընկեր Զավեն եք, դուք այս երկիրը պետքա պաշտեք, այս երկրի հողը համբուրեք ու ծառը մշակեք։ Էդ եք դուք, ուրեմն դուք ունեք առաքինություն եւ ինչը որ վերաբերում արդեն անհատական առաջխաղացման եւ այլն, այդ փոխադարձ օղակով լինում է։ Ես տանում եմ խմբին խումբը ինձ, ես տանում եմ խմբին խումբը ինձ եւ ես ինձ երբեք չեմ բերում առաջի պլան։ Երբեք, որովհետեւ նոր ծնվող սերունդ է։ Այո։ Նոր զարգացող սերունդ է։ Իրանք պետք է զգան իրանց դերն ու կշիռը այդ բեմի ու այս երկրի վրա։ Իրենք պետք է զգան, որ իրենք գնահատված են։ Իրենք պետք է զգան, որ մենք իրանց նվիրված ենք։ Որ իրանց այդ ամեն ինչով մենք ստեղծենք մի սերունդ, որ իրանք գնան եւ դառնան տերը այս երկրի։ Այնքան գեղեցիկ ու այնքան ճիշտ եք ասում, որ ես միանշանակ ձեզ հետ կիսում եմ այս կարծիքը։ Այո, սերունդն է տերը մեր երկրի։ Հիմքը արմատը դա մեր ուժեղ, կրթված
եւ հայրենասեր սերունդ է, որը դուք սերմանում եք այդ սերունդի մեջ։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Ես էլ շնորհակալ Ժավերի։ Հետաքրքիր զրույց ունեցանք եւ ես հույս ունեմ ձեզ եւս մեկ անգամ տեսնել իմ տաղավարում։ Բազմիցս անգամներ տեսնել։ Եթերում ես եի, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ Խոստանում եմ։